ապրիլի 24-ին դաշնակցությունը պլանավորում է կրկին ջահերով երթ իրականացնել։ 23-ին միայն ավանդական ջահերով 99 թվականից տեղի ունենում, այս տարի էլ ապրիլի 23-ին, 19-15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է, ու մենք այս տարի կարծում ենք, որ ջահերով երթը ավելի կարևոր է, քան երբևէ եղել է, որովհետև տեղի ունենում մի պայմաններում, երբ խոշոր հաշվով ցեղասպանության փաստն է կասկածի տակ դրվում, երբ արվում են հայտարարություններ, որոնք երբեք չենք պատկերացնում, որ հայկական պետության ներկայացուցիչները կարող են անել, երբ Նիկոլ Փաշինյան, Արադ Միրզոյանը հայտարարում են նաև, որ ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը իրենց քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ, եւ երրորդ բանը ասեմ, մենք միշտ խոսում ենք անկախության հռչակագիրի սահմանության նախաբանից դուրս բերելու հարցին անդրադառնում ենք այն կոնտեքստում, որ դա խանգարում է Ադրբեջանին, որովհետև այնտեղ կա կետ, որով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատար կանգնել է պահանջում։ Բայց անկախության հռչակագիրը խնդրահարույց է նաև Թուրքիայի համար, որտեղ անկախության հռչակագրի կետերում կա ամրագրված նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Այսինքն անկախության հռչակագիրը սահմանության նախաբանից հանելը միանգամից Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն է։ Դրա համար այս իրադարձությունների ֆոնին մենք կարծում ենք, որ ու նաև այն ֆոնին, որ ուրիշ միջոցառում կա, դուք գիտեք, որ կազմակերպվել է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ։ Հարց առաջանում Թուրքիային ոչինչ հղելու ասելու բան չունենք աշխարհին, այս հարցին որևէ բան չունենք, այս հարցի մասին ասել։ Ես վախենում եմ։ Չեպազրույց էր Արմեն Պրեցով տալիս կարծում ներկայացվում էր, հենց չհասցրեցին այն, բայց Էդ եմ ասում, եթե գիտեք միջոցառումները, ինձ էլ է հետաքրքիր, ես իսկապես ուզում եմ հասկանամ 110-րդ տարելիցին ընդառաջ ինչ միջոցառումներ ունենք, հանձնաժողով կյանքի է կոչվել, կյանքի չի կոչվել, որովհետև 110-րդ տարելիցն է հայոց ցեղասպանության։ Հիմա քանի որ միջոցառումներից առնվազն տեղյակ չենք պետական, կարծում ենք, որ այս է այնտեղը, ջահերով երթն է այնտեղը, որտեղ մեր հանրությունը կարող է խոշոր հաշվով արձագանքել այս քաղաքականությանը, համաձայն է, համաձայն չի։ Դրա համար ենք այդքան կարևորում։ Բա դրոշ այրելը չի լինելու այս տարի։ Ջահերով երթի ընթացքում 25 տարիների ընթացքում չեմ կարողանա ասել, բայց երբ կարծում եմ մեծամասնությունում եղել է այդ ակցիան, քաղաքական ակցիան, որ երիտասարդների կողմից է իրականացվել, այնպես չի դա ինչ որ այդտեղ գծում պլանավորվում է, դա երիտասարդները իրականացնում են։ Ես անկեղծ ասած չեմ հասկացել երբեք մարդկանց, ովքեր այդքան սրտացավությամբ են վերաբերվում այս պայմաններում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներին։ Դա քաղաքական ակցիա է։ Կարող է էսթետիկորեն մեկի դուրը գալ, մեկի դուրը չգալ, խնդիրել չեմ տեսնում, խնդիրը այլ հարց է։ Թուրքիայի պետությունը ձևավորվել է այդ ու նաև հայոց ցեղասպանության հիման վրա ու պահպանել է նույն սիմվոլիկան։ Հիմա դուք պատկերացնում եք Գերմանիան պահպանածներ ֆաշիստական Գերմանիայի սիմվոլիկան։ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Արցախում։ Ես հիմա հարց եմ բանանում, այս դրոշների նկատմամբ ինչ որ բան կա որ Չէ, ձեր չէ հարցը։ Նկատել եմ մեր հանրությանը այդ քննարկումները միշտ լինում են ու խնդիր չկա քննարկումների հետ։ Այդ դրոշների հանդեպ սրտացավությունը արդարացած է, թե արդարացված չի, կարող է լինել, այսինքն արդարացված է որ լինի թե չէ, եւ էս է, այսինքն բան դրոշների ոչ թե բանը սրտացավության հարց չի, այլ օգուտը, հա, դրա որն օրինակ ասում եք 25 տարի այրել են, հա, դա ինչ օգուտ է տալիս խնդիրների լուծմանը, եթե օրինակ չգիտեմ, իմանամ, որ դա այրելով մեր երկրի խնդիրները լուծում են, գուցե ամեն հայ մի հատ արթնանալուց, մի հատ քնելուց, մի հատ Թուրքիայի դրոշ վառի։ Իսկ դուք գիտեք մարդ ու քաղաքական ուժ կամ ընդհանրապես անհատ, որ ասում է մենք հարց ենք լուծում Թուրքիայի դրոշ օրինակ այլով կամ քաղաքական ակցիա անելով։ Ես ուզում եմ հասկանամ այդ որ նարատիվը ինչի պատասխանն է։ Ես չեմ հանդիպել մեկին, ով ասում է, որ քաղաքական ակցիա արտահայտելով կամ դիրքորոշում արտահայտելով մենք ուժեղանում ենք, բանակը վերազինում ենք, վերադարձնում ենք կորսվածը, ազատագրում ենք օկուպացված տարածքները։ Այդ չի խնդիրը։ Խնդիրը դիրքորոշման արտահայտումն է։ Օրինակ ես չեմ կարծում, որ Թուրքիայի ճանաչումից եւ հատուցումից հետո Հայաստանում ինչ որ խումբ կամ երիտասարդներ անգամ դրոշ են այրում։ Ես այդպես չեմ պատկերացնում։ Սա դիրքորոշման արտահայտում է։ Այսինքն, եթե դուք ինձ հարցնեք ինչ օգուտ կա դիրքորոշման արտահայտելու եւ դիրքորոշման չարտահայտելու միջեւ, ես այդ հարցին օրինակ sense կարող եմ պատասխանել։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե հիմա չճանաչած որևէ քայլ Թուրքիան չի նախաձեռնել եւ սկսի մեր դիրքորոշումները մեղմացնել, այսինքն հանրությունը իր դիրքորոշ։ Ես օրինակ դա չեմ պատկերացնում։ Էսա ես այդ ակցիան անցալում եմ որպես դիրքորոշման արտահայտում քաղաքական։ Դա էսթետիկորեն էլի եմ կրկնում, ինչ որ մեկին դուր գալիս է թե չէ, կարծիքները տարբեր կարող են լինել։ Ես միայն չեմ հասկանում դրոշը
պաշտպանողն են, եթե կան էլ, չգիտեմ, այն վտանգում է խաղաղության գործընթացը, իշխանությունը ամեն ինչ անում է Ադրբեջանի, Թուրքիայի հետ խաղաղություն ձեռք բերելու համար, իսկ ընդդիմությունը դրոշ է վառում, այդպես վտանգում։ Լավ, Տարոն Շախոյանը ասում է, որ խաղաղության գործընթացը այսպես կոչված վտանգում է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Արցախի դրոշ բարձրացնել է։ Դրոշ վառելը, այսինքն երիտասարդների ակցիան վտանգում է խաղաղության գործընթացը, ընդդիմության ելույթները եւ դրոշներ դնելը ազգային ժողովի լսարանում վտանգում են։ Կարող է խաղաղության գործընթացը ուղղակի չկա, ու իրենք ուզում են դա կոտրել այլ մարդկանց վրա։ Ես եթե այդպես է, այսինքն այսքան նուրբ բաները կարող են վտանգել են գործընթացը, որ Փաշինյանը այլևս ձեռք է բերել։ Բա Հայաստանում փողոցների անուններ են փոխելու, քաղաքների անուններ են փոխելու, այսինքն ինչը չի վտանգելու։ Կարող է հասնելու ենք այնտեղ, որ օրինակ մեր երկերից որոշները պիտի մոռանանք, որովհետև խաղաղության գործընթացին վտանգում ենք։ Ընդհանրապես Հայաստանում ֆիլտրվելու են ինչ տիպի ցույցեր անցկացվեն, ինչ տիպի չէ, ինչ դրոշներ։ Բայց բացառում եք օրինակ, որ Երևանի ավականին Արցախի փողոցը անվանակոչելու։ Ընդհանրապես չեմ բացառում։ Ես վախենում եմ, որ նմանատիպ մեր հարցազրույցները եւ ելույթները, որ ԱԺ-ում հնչում են, որպես հուշումներ կարող են հանդես գալ։ Ես այսօր տեղից էլ Գեգամ Մանուկյանին դա էի ասում, որ մի հուշեք, այդ որ խոսում են ինչ անուններ փոխել, պաշտոնյաների եւ այլնի, ես չհուշի, որ այդ ճանապարհով կարող են գնալ անվանափոխումներ, մենք ծիծաղեցինք իրականում, բայց այդտեղ են գնում, որովհետև ինչ որ մեկը ինձ կարող է բացատրել, ինչի մասին է կետը, որը Փաշինյանն է հայտարարում, Փաշինյանը հայտարարում է, որ պայմանավորվել են Ալիևի հետ համաձայնեցված կետը, որ պետք է պայքարեն խաղաղության օրակարգի դեմ, պայքարողների դեմ։ Այդ կետը ինչի մասին է, օրինակ ում դեմ են պայքարելու, ձեր դեմ, եթե դուք ռեպորտաժ պատրաստեք վտանգների մասին Ադրբեջանից եկող, այդ կետի շրջանակում պայքարելու են, թե չէ։ Այս է հարցը։ Գիտեք, այստեղ նաև հնչեց, որ դուք ասում եք մենք ռևանշ ձեզ դիրքավորում եք որպես ռևանշիստներ ու դժգում եք, որ ռևանշիզմի դեմ պայքար ենք տանում, ընդունելով, որ փաստորեն պարտավորվածություն վերցնենք։ Մենք մեզ ռևանշիստներ չենք դիրքավորում, մենք այլ բան ենք ասում ենք Ադրբեջանի համար ռևանշիստներ ենք բոլորս։ Եթե դուք որպես լրագրողներ գնացել եք Արցախ, ընտրություններ եք լուսաբանել, պատերազմ եք լուսաբանել, դուք Ադրբեջանի տեսակետից իր օրենքներն եք խախտել։ Եթե պաշտպանել եք զենքով Արցախի սահմանները, մասնակցել եք պաշտպանությանը կամ պատերազմներին, դուք հանցագործներ եք։ Էս ենք ասում ենք Ադրբեջանի համար անգամ ԿՊ ընդդիմություն տարբերություն չկա։ Բոլոր հայերը հանցագործներ, ռևանշիստներ են։ Ու մենք նախադեպ ունենք, երբ որ օտար երկրյա մարդուն իր օրենքները խախտելու համար արտահանձնվեց Բելարուսից, Լապշինա արտահանձնվեց Ադրբեջան։ Մենք ասում ենք կարող հասնենք այն կետին, որ հայերի հետ տենց լինի։ Օտարերկրյա օդանավակայանում բռնեն արտահանձնեն Ադրբեջանին ադրբեջանական օրենքներ խախտելու համար։ Սրա մասին ենք խոսում։ Այս ասում ենք, որ Ադրբեջանը ռևանշիստները համարում բոլորիս։ Եթե դուք պայմանավորվածություն եք ստանձնել, որով պայքար պիտի իրականացրեք իրար դեմ, բոլորիս դեմ պայքարելու եք։ Այս է ասածը։ Շնորհակալություն։